Հարցը սողում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Հարգելի պարոն Խուդացյան, գիտեմ, որ ծանոթ եք Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ եւ Ջրաշեն գյուղերում տրանսպորտի բացակայության խնդրին։ Տեղյակ եմ նաեւ, որ ծրագրավորում է միջհամայնքային տրանսպորտային գիծ ներդնել մրցույթային կարգով, սակայն այստեղ խնդիրը մի փոքր այլ բնույթ ունի։ Նշված գյուղերի բնակիչներին անհրաժեշտ է ոչ թե միջհամայնքային տրանսպորտային ուղի, այլ առնվազն գոնե ավտոբուս կամ որևէ միկրոավտոբուս, որը կսպասարկի միայն Դիտակ, Ջրաշեն եւ Նուբարաշեն գիծը, որովհետեւ այդ տարածքի այդ համայնքների բնակիչները հիմնականում աշխատում են Նուբարաշենում եւ Էրեբունի տարածաշրջաններում, վարչական շրջանի տարածքում եւ շատ ավելի արագ է կապը, տրանսպորտային կապը հենց Նուբարաշենով։ Տարիներ շարունակ գործել է այդտեղ ավտոբուս, շատ երկար տարիներ, որը շատ հարմար է եղել քաղաքացիներին քաղաք հասնելու ավելի արագ, քան Արտաշատով։ Հետևաբար արդյոք հնարավոր չէ այս խնդրին տալ լուծում, գոնե մասնավոր մի որևէ կազմակերպության ներգրավել, հենց թեկուզ ընդամենը մեկ տրանսպորտային միջոցով կապը ապահովելու առաջիկայում, որովհետև գալիս է Ծիրանի եւ առհասարակ բերքի սեզոնը եւ այդտեղ եւս խնդիրների առաջ են կանգնում գյուղացիները։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Դավիթ Խուդացյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Տիկին Եղազյան, շնորհակալ եմ հարցի համար։ Մենք հանրապետության բոլոր բնակավայրերի, լինեն դրանք գյուղական թե քաղաքային, կապը ապահովում ենք Երևանի հետ, բացառապես միասնական մարզային երթուղու շրջանակներում, այս մասով Արարատի մարզում եւ ձեր նշած բնակավայրերում մասնավորապես մրցութային գործընթաց է հայտարարվել, մենք այնտեղ դատական վեճ ունենք ցավոք սրտի, ինչպես այլ մարզերում, բայց նաեւ գնում ենք հաշտության ճանապարհով եւ հույս ունենք առաջիկայում այդ հարցը կարգավորել եւ ձեր ասած բնակավայրերը, ինչպես նաեւ այդ մարզի Արտաշատի տարածաշրջանի մյուս գյուղական բնակավայրերի պատշաճ կապը կապահովենք ինչպես մարզ կենտրոնի, այնպես էլ մայրաքաղաք Երևանի հետ։ Արձագանք։ Ճիշտն ասած, դրա մասին տեղյակ են հենց գյուղացիները, բայց իրենց խնդիրը նրանում է, որ ավելի արագ ու ավելի հարմարավետ է հենց Նուբարաշենի աշխատողների համար Ջրաշեն-Նուբարաշեն տրանսպորտային միջոցով երթևեկելը, որովհետև հիմնականում աշխատանք ունեն հենց Նուբարաշենում ու նաև Էրեբունի վարչական շրջանում, որպես գյուղին ամենամոտ տարածք։ Իսկ շրջանցել արդեն այլ ուղիներով հասնել Նուբարաշեն ավելի է բարդացնում գյուղացիների կյանքը, հետևաբար իմ հարցը եւ առաջարկը դրան էր վերաբերվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մենք պատրաստ ենք քննարկել երթուղու որոշակի փոփոխություններ, բայց իմ ասած տրամաբանության մեջ, որովհետև այդ տրամաբանությունից ցանկացած շեղում վտանգում է մյուս բնակավայրերում կանոնավոր ուղևորափոխադրում ունենալու հարցը, նաև օգտվելով առիթից վերջին տրանսպորտային զարգացումների հետ կապված կուզեմ ասեմ, այստեղ էլ խնդիրը պայմանավորված է հետևյալով, որ Երևանամերձ համայնքները շարունակաբար օգտվել են Երևանի տրանսպորտից եւ Երևանից ավելի մեծ հեռավորության վրա գտնվող համայնքները զրկված են եղել մայրաքաղաքի հետ կապից կամ այդ կապը ապահովել է ոչ նորմալ եւ ոչ կանոնավոր ձևով եւ հիմա երբ որ մենք միասնական երթուղային ցանց ենք գործարկում, այստեղ խնդիրներ են լինում այն բնակավայրերը, որոնք սովոր են Երևանի հետ կապ են ունեցել նախորդ ժամանակներում, իրենք դժգոհում են սակագնի որոշակի փոփոխություններից, հաշվի չառնելով են հանգամանքը, որ արդյունքում բազմաթիվ բնակավայրեր էլ, որոնք մայրաքաղաքի հետ կապ չունեն, հիմա կանոնավոր կապ են ունենում, բայց մենք այս ծրագրի որոշ երթուղիների հետ կապված պատրաստ ենք վերանայում, այդ թվում նաև ձեր ասած երթուղին։ Շնորհակալություն։